Ողջույն սիրելի հայրենակիցներ, գաղափարակիցներ, սիրելի մարդիկ ջան, սիրելի մարդիկ, շենց մի 3-4 րոպեվա ընթացքում միացենց ինձ համար կարևոր բանի մասին եմ ուզում դες հետ խոսեմ, նաև ինչ չէ վիրավորվածությունս, ջղայնությունս մի քիչ հանգստացնեմ դες հետ կիսվելուց հետո։ Հիմա քիչ առաջ մի հատ լավ ընկերոջ հետ էի խոսում, ես հարգում եմ այդ մարդուն։ Մեր խոսակցության ընթացքում ինքն իր նեղվածությունից է խոսում, եւ ես հասկացա, որ իր նեղվածության միակ պատճառը ակնկալիքների բացակայությունն է։ Այն ակնկալիքի, որ լավ, այս խոսակցությունը ես ուզում եմ օրինակը իմ վրա բերեմ։ Հիմա ոնց որ ես վարչապետ Նիկոլ Փաշինյանից ինչ որ բան ակնկալեմ, եւ ես չստանամ իմ ակնկալիքները ու ես նեղվեմ դրանից, հիասթափվեմ։ Գիտեք ինչ, սա ինձ համար կարմիր գիծ է ակնկալիքներով պայքար, ակնկալիքներով գաղափար, պրինցիպներ, ակնկալիքներով արժեքների պաշտպանություն։ Գիտեք ինչ, եթե ես ակնկալիքով պետքա ինչ-որ մեկի հետ ընկերություն անեմ, կամ ինչ-որ մեկ ինձ հետ ակնկալիքներով ընկերություն անի, ես խոռոփած ունենամ այդ ձև ընկերների վրա եւ այդ ձև ընկերության վրա։ Ես եթե ինչ-որ ակնկալիքներով պետքա, չգիտեմ, իմ այս պահը քաղաքական պահն է, բերում ենք քաղաքական խոսակցություն։ Եթե ես ակնկալիքներով պետքա իմ պայքարի մեջ մտնեմ եւ ես իմ սեփական ընտրությանս վստահությունը եւ անվտանգությունը ակնկալիքներով պաշտպանեմ, խոռոփած ունենամ այդ ձև պայքարի վրա, այդ ձև պաշտպանության վրա։ Եթե ես ինձ ճանաչել եմ տվել ձեզ ու ձեզնից բոլորիցը ակնկալիքներ սպասելով, ուրեմն դուք այո արհամարած ունենաք, ուղիղ արհամարած ունենաք ինձ, որովհետև գիտեք ինչ, ակնկալիքներով այդ ակնկալիքը նո սեփական պետությունից հետ ինչ ակնկալիք պետք է ունենամ ես, ասենք գիտես ինչ, ես այն ինչ իմ սեփական պետությունը ինձանից ակնկալում է, արդյոք ես արդարացնում եմ դա, արդյոք ես տալիս եմ այն ամենը, ինչ իմ սեփական պետությունն է ինձանից ակնկալում։ Ես ուղիղ ասում եմ ոչ, մարդիկ, այս որ սենց նեղվում ենք, հիասթափվում ենք, որ ես չեմ ստացել իմ ակնկալիքները, այն ինչ ակնկալիք ես ունացել եմ։ Մենք բերենք ուղիղ, բարձրազան պետք չի, որովհետև մենք այդքան մեր դուխը այնքան չի հերիքի, որ մենք բարձրազան դա արտահայտենք։ Ուղղակի մեր մտքների մեջ կանգնենք հայելու դեմը, մեր մտքների մեջ շշուկով մենք բոլորս մեզ հարց տանք։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը մեզանից ակնկալիքներ չի սպասում, չի ունացել, արդյոք մենք արդարացրել ենք մեր ակնկալիքները, արդյոք մենք տվել ենք այն ակնկալիքները, ինչ վարչապետն է մեզնից սպասել։ Ես ուղիղ ասում եմ, որ ոչ չեմ տվել։ Ես ուղիղ ասում եմ, որպես վարչապետ սատարող, որպես այդ իր սեփական կուսակցության անդամ, որպես ես Մանվել Սարհատյան, ով ոնց ինչ ճանաչում է, ես ուղիղ ասում եմ, այն ակնկալիքները, որ վարչապետը անձամբ ինձնից է սպասել, քաղաքացիությունից է սպասել, այո, հենց իրենց սատարող քաղաքացիությունից է սպասել, ես այդ ակնկալիքները իրեն չեմ տվել։ Ես դա ասում եմ ամենապատասխանատվությամբ։ Գիտեք ինչ, այն ձև չի, որ մենք, գիտեք, ակնկալիքը, ես հասկանում եմ դեր նեղվածության պատճառը նաև, բայց նաև հասկանում եմ, որ այդ նեղվածության այդ պատճառը դա հիմարություն է։ Դա կարմիր գիծ է ինձ համար։ Դա կարմիր գիծ է։ Այս կյանքում ամեն մեկը մի ակնկալիք ունի։ Այդ ակնկալիքները մենք պետք է ինքնուրույն չարչարվենք այդ ակնկալիքները ձեռք բերելու համար։ Պետք է չարչարվենք, պետք է աշխատենք։ Մենք ուղղակի չենք կարող մի հատ sense ծառի տակ նստենք ու սպասենք բախտին, թե ով մեր ակնկալիքները իրականություն կդարձնի։ Մեր ակնկալիքները ոչ մեկ իրականություն չի դարձնելու։ Մեր ակնկալիքները մենք ինքներս ենք իրականություն դարձնելու, չարչարվելով, տառապելով եւ հետևից գնալով այդ ակնկալիքների։ Կա հնարավորություն, այո կա հարմարավետություն, այո կա։ Խնդիրը չումն է։ Ամեն մեկս պետք է գնանք մեր ակնկալիքների հետևից, այլ ոչ թե ամեն մեկս միած ծառի տակ նստած, սպասենք վարչապետից մեր ակնկալիքները, երբ որ մեր ակնկալիքները մենք չստանանք, վարչապետից հիասթափվենք կամ նեղանանք։ Դա կարմիր գիծ է, դա հիմարություն է։ Եթե ինչ-որ մեկը ակնկալիքների համար նեղացել է, ես ուղիղ ասում եմ, այնպես չի, որ մենակ մենք ենք ակնկալիքներ սպասում անձամբ վարչապետից։
Վարչապետը մեզնից բոլորիցս ակնկալիքներ է սպասում։ Արդյոք մենք իրականացրել ենք արդյունավետ մեր ակնկալիքները, այն ակնկալիքները, ինչ վարչապետն է մեզնից սպասում։ Ես ուղիղ ասում եմ, որ ոչ։ Ես ինքնորով եմ ասում, որպեսզի չվիրավորեմ որևէ մեկին։ Այն ակնկալիքները, որ վարչապետը իզնից է սպասում, Մամվել Սարհատյանից է սպասում, Հայաստանի Հանրապետության քաղաքացուց, այդ ակնկալիքները այն ինչ որ Նիկոլ Փաշինյանն է սպասում, ես չեմ իրականացրել։ Ես համարում եմ, որ չեմ իրականացրել։ Կամ իրականացրել եմ, արդյունավետ չեմ իրականացրել։ Այն ակնկալիքները, որ ինքը ինձնից է սպասում քաղաքացուցս, առավել եւս իրեն սատարող քաղաքացուց, այո, ես ասում եմ, ես չեմ համարում, որ լիարժեք այն ակնկալիքները, որ ինքը մեզնից սպասում է, ինձնից սպասում է, ես դա լիարժեք կատարել եմ։ Ոչ, ես ասում եմ, որ չեմ կատարել։ Երեման դադարեք այդ հիմար խոսակցությունները, այդ հիմար վիրավորվածությունները եւ ջղայնությունները։ Դա ինձ համար կարմիր գիծ է եւ այդ խոսակցությունը ես չեմ ընդունում, չեմ հարգում ուղղակի այդ անկապ, անիմաստ, անգրագետ խոսակցությունները։ Դա ինձ համար ուղիղ կարմիր գիծ է։ Ավարտելով իմ խոսակցությունը ձեզ հետ, նորից եմ ասում, նրանք ովքեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակնկալիքներն են սպասել ու չեն ստացել, նեղվել են, վիրավորվել են, թող բոլորը կանգնեն հայելու դեմը ու իրենց հարց տան եւ ազնիվ անկեղծ իրենց տված հարցին պատասխանեն։ Այն ակնկալիքները, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեզնից բոլորիցս սպասել եւ միջև մաս սպասում է, արդյոք մենք այդ ակնկալիքները իրեն տվել ենք թե ոչ։ Ես ասում եմ, որ ոչ, չենք տվել։ Ստեսություն ձեզ։